Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նանտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք Եվրատլանտյան ինտեգրացիոն պլատֆորմի նախագահ, սոցիոլոգ վերլուծաբան Կարեն Սարգսյանի հետ։ Ողջույն եմ, պարոն Սարգսյան։ Բարև ձեզ։ Այսօր մենք հատուկ թողարկում ենք պատրաստել, հրավիրել ենք ձեզ հատուկ թողարկման, շաբաթը չենք ամփոփում, շաբաթը կամփոփենք ինչպես միշտ դա անում ենք ուրբաթ օրը, բայց այսօր ամփոփում ենք Երևանում կայացած Հայաստան-Եվրոպական միության առաջին գագաթնաժողովի արդյունքները։ Փորձենք։ Ինչը կառանձնացնեիք, ես մի երկու փաստ ասեմ, ստորագրվեց Հայաստանի Եվրամիության միջև հարաբերությունների վերաբերյալ գործընկերային փաստաթուղթ, Հայաստանի եւ Ֆրանսիայի, Հայաստանի եւ Բուլղարիայի միջև ռազմավարական գործընկերության վերաբերյալ փաստաթղթեր ստորագրվեցին, հայտարարվեց, որ Եվրոպական միությունը, սա ավելի վաղ եւս հայտարարվել էր, Եվրոպական խաղաղության հիմնադրամի միջոցով Հայաստանին կհատկացնի 30 միլիոն եվրո այո զինված ուժերին աջակցելու համար բացառությամբ մահաբեր զենք, ինչը կառանձնացնեք Մակրոնի ելույթները, որը շատ բուրըն քննարկվում են հիմա սոցցանցերում եւ հասարակության շրջանակներում, Ռուսաստանից արձագանքներ ունեցանք, Ալիևի ուրեմն դիմումը տեսակապով քննարկվում է եւս, ինչը կառանձնացնեիք։ Նախ եւ առաջ ստեղ ոչ միայն Հայաստան գիեմ է այդ վեաժողովի կամ այդ առաջի պատմության մեջ առաջին վեաժողովի մասնախոսքը, իհարկե ստեղ նաեւ EPC, այսինքն Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպման մասնախոսքը, որի կարևորությունը առանձին պարտադիր պետք է դիտարկել եւ Երևանյան երկխոսության ընթացքում մի քանի պանել, որոնց ընթացքում հենց Մակրոնի ճառերից իրականում այո Մակրոնը բազմաթիվ անգամներ այս տարիների ընթացքում իր նախագահության ընթացքում փորձում էր ապացուցել, որ Եվրոպան այն ուժն է, որը կարող է հատուկ միջոցների օգտագործմամբ դառնալ գերուժ, դեռ չի դառնում, պետք է դառնալ եւ սա թե վեաժողովը Հայաստանում անցկացվելիք եւ թե այդ վեաժողովի մանրամասները, որոնց մասին կասենք, սա բացի Եվրոպայի հաղթանակից, որը մեծ Եվրոպայի հաղթանակն է անշուշտ, սա նաեւ անձամբ Մակրոնի հսկայական հաղթանակն է եւ ժամանակը կանցնի երևի թե հետադարձ արդեն ավելի սառը վերլուծության ժամանակ հետադարձ հայացքով կարող է մարդիկ նույնիսկ հասկանան, որ Մակրոնը Դեգոլի նման գործիչ է եւ ինքը Դեգոլը ավելի շուտ իր որակներով, քան շարքային Ֆրանսիայի նախագահ ամենայն հարգանքով իհարկե ոչ մի բան չեմ ուզում ասեմ, բայց Մակրոնը եվրոպական գործիչ է, այսինքն Մակրոնը բերում է Եվրոպայի անկախություն։ Հիմա ինչը ես կառանձնացնեմ, ակնհայտորեն կառանձնացնեմ իհարկե սկսենք EPC-ից, դա շատ մեծ կարևորության մի իրադարձություն էր, որին Հայաստանում շատ քիչ մարդ ուշադրություն դարձրեց, դա Կարնիի մասնակցությունն էր, Կանադայի մասնակցությունը։ Կանադայի մասնակցությունը առաջին անգամ եւ Կանադայի մասնակցությունը Հայաստանում շատ կարևոր, որտեվ սա այսպես կոչված middle power, այսինքն միջին գերտերությունների միջին մակարդակի է, Կանադան middle power է, G7-ի անդամ է եւ ունի իր սեփական մոտեցումները, բայց Կանադան նաեւ սա 20-ականների սկզբին արդեն կարող ենք տենց ասել, երբ կանադական մասնակցությունը եղավ եվրոպական դիտորդական առաքելությանը, արդեն իսկ պարզ էր, որ Կանադան իր սեփական ներկայությունը եւ իր սեփական կարգավիճակը, իր սեփական տեղը աշխարհում ուզում ամրապնդի եւ Կարնի այցը Հայաստան մասնակցությունը իր ճառը, որը ամբողջությամբ ուղղված էր այն համատեղ գործողություններին, որը պետք է լինեն եվրոպական ոգով, այսպես ասած, եւ իր այդ 5 րոպեանոց առաջի հայացքից շատ կարճ, բայց այն որ մեղ բաներ ինքը ասաց, որ նոր աշխարհակարգը դուրս է գալու Եվրոպայից եւ դա լինելու է եվրոպական աշխարհակարգ։ Այսինքն մենք տեսնում ենք Եվրոպայի ուժեղացում եւ ես առանձին ուզում եմ այն որ ասում եմ ռուսերեն ասում են «Սամ себя не похвалишь»,
весь день как բան ходишь Դասմատիկը հա ես- այսքան տարիների ընթացքում մենք այս ամեն ինչը իհարկե ես հաշվարկվում էր եւ ես այս ամեն ինչը փորձում էի հասցնել առանձին ուզում եմ հիշատակեմ եւ պարտադիր սա ուզում եմ որ լինի Արմենին Հովանեսյան որովհետեւ Արմենի հետ մենք բազմիցս սրա մասին խոսել ենք եթերներ ունենք իր ալիքի վրա գրած բայց վստահ եմ որ ինքը հիմա նայում ավերևից ու շատ ուրախանում որովհետեւ այս ամեն ինչ որ կատարվեց այո այդ ոնց որ իղձերից մեկն էր եւ մենք փորձում էինք սա ամեն ինչը առաջ բերեինք հիշում եմ երբ առաջին անգամ այդ հարցազրույցներում ստեղ հետո ուրիշտեղ Նարեկի բանի մոտ որ ասում է որ ֆրանսիական նավատորմը բարձրանալու է հայկական սարեր ծիծաղում էին մարդիկ հիմա որ հիշաչար լինեի անուններ կասեի կծիծաղայի բայց դե լավ ջան դամգոր իրանք կչորանան կընկնեն հիմա Մակրոնը ասում է որ ֆրանսիական նավատորմը եկել է Հայաստան որովհետև Հայաստանը լավն է ինձ շատ դուր եկավ այդ բանը ոնց որ հիմա տեսեք մեզ մոտ ինչն է կատարվում Հայաստանը միաժամանակ հնարավորություն ունենալով իհարկե բաց թողում կա Եվրոասոցիացիոն փաստաթուղթը չի տվել բայց եվրոպական դիրքորոշման շնորհիվ կարողացել են Frontex-ի հարցը լուծել, այսինքն սահմաններում Եվրամիության այդ իրանց սահմանական border control սահմանային վերահսկողության հետ հատուկ ծառայության հետ համագործակցություն, ինչը նշանակում է, որ բացի դիտորդական առաքելությունից, որը կանգնած է եւ դիտարկում է, թե ինչա կատարում սահմանին, մենք նաեւ կունենանք այդ border control-ը եւ մենք ունենք բավականին դրական կամ ինչպես Ուրսուլա ֆոն դեր Լայնը ասեց, շատ դրական գնահատական վիզաների ազատականացման առաջի փուլի հետ կապված։ Սրա հետ մեկտեղ մենք ունենք պարտված Օրբան լավ չի, Հունգարիայում դեմոկրատական ուժերի հաղթանակ, գոնե սենց Օրբան չեն այլևս, որը նշանակում է եւ մենք առաջի արդյունքը տեսանք, որ մենք ստացանք 30 միլիոն, որի մասին դուք ասեցիք, 30 միլիոն ռազմական պաշտպանական ոլորտի աջակցության 30 միլիոն եվրոն, եթե հիշում եք նախորդը Հայաստանը ստանալու նախապայմանը էր, որ Ադրբեջանն պետք է նույնը ստանա։ Եվ դա Օրբանի պահանջն էր, եւ քան որ Հայաստանին պետք էր եւ պիտի տային, իրանք այն ժամանակ Ադրբեջանին հետվեցին։ Հիմա դա չկա։ Առանձին պետք է նշեմ Մայքլ Կարնի այցը Հայաստան, ինքն էլ ասաց, որ սա առաջի այցն է եւ սա սառույցի կոտրումը, սա շատ կարեւոր է, ասենք Հայաստանի պատմության համար ընդհանրապես շատ կարևոր է հայ-բրիտանական հարաբերությունները Անտանտի ժամանակ, իրանք ոնց որ տենց շատ վատ ավարտվեցին, որովհետև դաշնակցական կառավարությունը այն ժամանակ դավաճանեց Անտանտին եւ հանձնվեց բոլշևիկներին, բայց հիմա այս նոր անկախ ժամանակահատվածում բրիտանական բիզնեսը ավելի հետաքրքրված էր ադրբեջանական նավթով, իսկ հայկական ղեկավարությունը գտնում է ռուսական ազդեցության տակ եւ այդ հայտնի ռուսական անգլիչան կգածիդ, որը մնացել էր ռուսական այդ մտածելակերպում կա այդ հակաբրիտանական եւ հակաեվրոպական մեծ հաշվով բաների պատճառով նոր անկախ ժամանակահատվածում Հայաստանը միշտ բաց էր թողում հնարավորությունը այդ հարաբերությունները բարելավելու ահռելի մեծ նշանակություն ունի այդ ստորագրված փաստաթուղթը Մեծ Բրիտանիայի հետ Մեծ Բրիտանիա ընդ որում այնտեղ կա նաև պաշտպանական կոմպոնենտ, անվտանգային եւ պաշտպանական կոմպոնենտ։ Ինչու է սա կարեւոր, որովհետեւ Եվրամիությունը մեկ կողմ, Բրիտանիան շարունակում է մնալ գերտերություն, միջուկային գերտերություն։ Բրիտանիան ունի իր սեփական օրակարգը, ինչպես համաշխարհային այնպես էլ մեր տարածաշրջանում եւ ակնհայտորեն Բրիտանիայի հետ արտաքին քաղաքականության մեջ այդ սլակների ճշտումը, որ մենք միշտ իմանանք մի կողմը եւ մյուսը ինչ են անում եւ համագործակցությունը մեզ հետագա կոնֆլիկտներից կարող է զերծ պահի, մանավանդ որ բրիտանական ազդեցությունը Աբշերոնում շարունակում է մնալ բավականին եվրոպական մայրցամաքի երկրներից Բրիտանիան երևի թե ամենաազդեցիկն է անդր, չնայած ընդհանուր առմամբ այդ ազդեցությունը զգալիորեն զիջում է թե Ռուսաստանին, թե Թուրքիային եւ թե Իսրայելին, բայց միևնույն է, բրիտանական ազդեցությունը դեռ կա եւ Ալիևին տանիքն է գումարները պարում Մեծ Բրիտանիայում եւ
այսպես կոչված մտերիմները, ընտանիքի կամ կլանի անդամներն են Բրիտանիայում բավականին մեծ գումարներ պահում, եւ սա առանձին գործոն է, որը շատ կարևոր է։ Շատ կարևոր էր այն քննարկումը, այն պանելային քննարկումը, որը տեղի ունեցավ Մակրոնի, Ջորջա Մելոնի, բանի, Ստալմերի եւ չեմ հիշում ով էր չորրորդը, բայց այս երեքն է՝ Իտալիան, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան։ Էլի մարդ կար, թե չկար։ Այս երեքին հատուկ ֆիքսել եմ։ Հիմնական կարևորություն եւ նշանակություն ունեցող թեմաները քննարկվեցին այդտեղ, որը առանձին պետք է նշել։ Դա Իտալիայի համար, հա, դա Ջորջա Մելոնի հայտարարված այդ polycrisis, այսինքն բազմաճգնաժամ, բազմակողմ ճգնաժամ, որը առանձին կոմպոնենտ չկա, սա շատ կարևոր է, որ եվրոպական երկրների ղեկավարությունը, մանավանդ G7 երկրների ղեկավարությունը, սա անցալում են, հասկանում են եւ սրան առանձին նշանակություն են տալի այն տեսանկյունից, որ գոյություն չունի առանձին վերցրած խնդիր եւ բոլոր խնդիրները փոխկապակցված են։ Ջորջա Մելոնի օրինակը փախստականների վրա էր, որ ասում եմ, ես փախստականների դեմ եմ արտահայտվում եւ մենք Իտալիայում ամեն ինչ անում ենք, բայց այդ փախստականների խնդիրը, եթե մենք իրենց թողում ենք, ինքը դառնում է մեզ համար սոցիալական խնդիր, եթե չենք թողնում, ինքը դառնում է այսպիսի խնդիր, տնտեսություն, էներգետիկա, որովհետեւ իրենք գալիս են հիմնականում այն երկրներից, որոնց հետ մենք էներգետիկ հարաբերություններ ունենք եւ այլն, այսինքն այս polycrisis-ը, polycrisis գաղափարը, բազմա ճգնաժամը, բազմակողմ ճգնաժամը, սա այն է, ինչ Եվրոպան հանդիպում է, եւ սրա հետ մեկտեղ ավելացնելով բրիտանական տեսակետը, որ Բրիտանիան դուրս եկավ Եվրամիությունից եւ ոնց որ մնաց առանձին խաղացող, միևնույն ժամանակ բավականին կախվածություն ունենալով Եվրամիությունից, Բրիտանիան պնդում է, որ մենք այլևս չպետք է կախված լինենք ոչ մեկից եւ սա առանձին վերցրած խնդիր չի, այլ էլի համալիր խնդիր է եւ այնտեղ իհարկե Մակրոնը, ով ասում է, որ այս ամբողջ բաների շարքը, խնդիրների շարքը մենք որ ունենք, կախվածությունը Ամերիկայից, Ռուսաստանից, Չինաստանից պետքա չլինի եւ մենք պետքա ցույց տանք, որ մենք առանձին երկիր ենք եւ մենք պետքա ուժեղ լինենք եւ այս ամեն ինչը իրանք վերեցին, հասցրեցին նրան, որ ներկայությունը Հայաստանում դա հենց արտահայտումն է այն մտքի, որ Եվրոպան այլևս ռեակտիվ չի, ինքը պրոակտիվ է։ Ինչն է շատ կարևոր ստեղ ֆիքսել, որ չգիտեմ որքանով է դա նկատվել, ես նենց մի թեթև մոնիտորինգ արեցի, մեր ZLM-ները, Telegram ալիքները, նման բան չկա, բայց պետք է հասկանալ, որ այս պահին Հայաստանում իրականացվող իպիսին եւ Հայաստան գալը եւ Հայաստանում այս ամեն ինչը իրականացնելը Եվրոպայի համար շատ կարևոր էր, ոչ պակաս կարևոր էր Եվրոպայի համար ըստ նշանակության եւ կշռի, քան Հայաստանի համար, Հայաստանի եվրոինտեգրման ճանապարհի համար։ Սրա մասին է խոսքը, որ Եվրոպան ցույց տվեց, որ ինքը փակ չի իր աշխարհագրական սահմաններում, հա, հանդիպումը Հայաստանում է, սրա մասին Ուրսուլա ֆոն դեր Լայնն էլ ասաց, որ մենք առաջի անգամ Հարավային Կովկասում ենք, այս կողմեն, բայց բանը հարցը չի, որտեղ են իրանք, հարցը այնա, որ իրանք Հայաստանում են, Հայաստանում, որը Մակրոնը ասեց 8 տարի առաջ ոչ մեկ չէր գալիս, նկատի ուներ ոչ թե որ միջազգային այցեր չի լինում, այլ ինքը ասած դահլիճում նստածներից ոչ մեկը չէր գա, որտեվ կհամաներ, որ ռուսական պրոքսի է, բայց այդ կոտրվել է շնորհիվ Մակրոնի, թողենք մի կողմ, բայց ամեն դեպքում Հայաստանում եվրոպական երկրների բանը եւ առաջին անգամ մասնակցում է Կանադան մասնակցում է առաջին անգամ SCPC-ին, որը արևմտյան Եվրոպայում չի եւ եվրոպացիներից շատերի համար անհասկանալի վայրում է գտնվում, որտեւ Հարավային Կովկասը իրենց համար ոնց որ տենց ամեն մեկը չգտնի։ Եվ Եվրամիությունն էլ չի։ Հա, Եվրամիություն չի, այո։ Հետաքրքիր երկու ձևակերպում եմ վերցրել Մակրոնի ելույթից Երևանյան երկխոսության ժամանակ այդպիսի հավաք եղավ Երևանյան երկխոսություն
Պարզապես մինչ կարդալը հիշեցնեմ, որ Հայաստանում էր գտնվում նաև Վրաստանի ուրեմն վարչապետը, շատ տարօրինակ էր իհարկե։ Այո, եւ ինչպես նշեցի, գուցե դրա մասին հետո առանձին խոսենք, եթե հասցնենք, եթե ոչ առանձին։ Ուրբաթօր ունենք հələ։ Ուրբաթօրը ունենք, եւ հիշում ենք, որ Ալիևը ողջունել էր եւ ոնց որ դիմել էր մասնակիցներին, ընդ որում նա ասաց, որ ես առաջարկել եմ, որ մյուս հավաքը լինի ուրեմն Բաքվում, Ադրբեջանում եւ Հայաստանը չի մերժել։ Իդեպ ոմանք ասում են արդեն որոշված է, որ հաջորդ հավաքը լինելու է այնտեղ։ Ալիևը ընդհանրապես ասաց, որ առաջարկ է եղել։ Եվ այսպես, ուրեմն Բայց 28 թվին, ոչ թե հաջորդ։ 28 թվին, հաջորդ հավաքը։ Այն տարին երկու անգամ այս հավաքը։ Նա ասաց հաջորդ հավաքը, դիմակապ չունի, կապ ունի, որ Ալիևը ողջունեց այս հավաքը, վարչապետը Վրաստանի ներկա էր։ Ինչու եմ ես այս նախաբանի վրա ուշադրություն դարձնում, որովհետև Մակրոնի երկու հայտարարություններ վերաբերում են ոչ թե զուտ հենց Հայաստանին, այլ Հարավային Կովկասին, այն ինչի մասին դուք էլ եք նշում։ Ուրեմն առաջին ձևակերպումը Մակրոնը ասում է. Հարավային Կովկասը չպետք է լինի մրցակցության վայր այն կայսրությունների միջև, որոնք տարածաշրջանը դիտարկում են որպես իրենց ինչ որ այն ինչ իրենք ունեն տեղի ժողովրդներին միմյանց դեմ հանելով։ Այսինքն նրանք դիտարկում են Հարավային Կովկասը եւ իրենց գործողությունները, հարցի տեսքով եմ ասում, արդյոք նրանք դիտարկում են այս ինչ որ հիմա կատարվեց, այս հավաքը, այս նախաձեռնությունները, որոնք իրենք անում են եւ տնտեսական նախաձեռնությունները Հարավային Կովկասի կտրվածքով չպետք է լինի մրցակցության վայր կայսրությունների միջև, որոնք առաջ ժողովուրդներին իրար դեմ էին լարում, եւ երկրորդ իր ձևակերպումը հետևյալն է. Հարավային Կովկասը կարող է վերականգնել իր կենտրոնական դերը Եվրոպայի, Ասիայի եւ Մերձավոր Արևելքի միջև եւ Հարավային Կովկասի հնարավորությունները իսկապես հնարավորություն են տալիս դառնալ այս տարածաշրջանի խաչմերուկ, միջին միջանցք։ Սա նշանակում է, որ սահմանները պետք է բաց լինեն։ Բոլոր սահմանները հատուկ ընդունվում են։ Բոլոր սահմանները պետք է բաց լինեն։ Եվ այսպես Մակրոն Հարավային Կովկաս գոյություն ունի երկու շերտ։ Հարավային Կովկաս ասածը, այո, այդ տարածաշրջանն է, որը թույլ է տալիս բազմամոդալ մուլտիմոդալ փոխադրումներով ապահովել Տրանսկասպից այդ ապրանքաշրջանառություն Կենտրոնական Ասիայի հետ, այնտեղ գոյություն ունեն հետաքրքրություններ եվրոպական երկրների, հիմնականում նուրբ մետաղների, այդ rare metals կոչվածները, բայց սրա նշանակությունը ինչքան էլ որ կարևոր է, թույլ տվեք ինձ լինել ավելի ռացիոնալ եւ ռեալ պոլիտիկ։ Եվրոպայի համար Եվրոպայի արևելյան սահմանը դա Հայաստանի սահմանն է։ Ադրբեջանը երբեք ոչ մի դեպքում եւ ոչ մի պարագայում չի դիտարկվում նույնիսկ մեծ Եվրոպայի մաս։ Ադրբեջանը միշտ խաղից դուրս է, որովհետեւ ինքը կամ ավտորիտար տոտալիտար պետություն է եւ եթե ինձ դա բարձ, ապա վստահեցնում ձեզ եվրոպական հետախուզություններն էլ կասկած չունեն, առավել եւս բրիտանացիները։ Ինքը կամ ավտորիտար տոտալիտար պետություն է, կամ Սիրիա, այսինքն ինքը քանդվում է։ Ինքը գոյություն չունի որպես ժողովրդավարություն եւ չի կարող գոյություն ունենալ, որտեվ պատմականորեն ոչ մի հնարավորություն չկա այդ տարածքը միասին պահելու, բացառությամբ տոտալիտար ավտորիտար ռեժիմի։ Իսկ նմանատիպ երկրներ Եվրոպային պետք չեն, առավել եւս որ իրանք սահմանային են եւ առավել եւս որ իրանք ոչ մի մշակութային պատմական ժողովրդավարական, օրենսդրական ոչ մի տեսանկյունից իրանք չեն պատկանում եվրոպական քաղաքակրթության, ինչպես Ռուսաստանը չի պատկանում։ Դրանում է հարցը, որ միգուցե Բելարուսը իրանք կարողանան մարսեն, որ առանց Լուկաշենկոյի, բայց Ռուսաստանը այլևս երբեք հնարավորություն չի ունենալու եւ այդ մոդելի մեջ դիտարկվում է նաեւ Ադրբեջանը։ Սրա մասին է խոսքը։ Սա ինչ վերաբերվում է թե իրականությունը ինչպիսին է։ Որպես տնտեսվարման կտոր
Դա շատ նորմալ է, որ իրանք դիտարկում են sense, օրինակ նույն Մելոնին, երբ այդ իմն հիշատակված պանելի մեջ խոսում էր, ինքը ասաց, որ մենք պետք է մեծ ուշադրություն դարձնենք միջերկրական տարածաշրջանին, այսինքն խոսքը Մաղրիբի երկրների մասին։ Դա Մարոկկո, Ալժիր, Թունիս, Լիբիա, Եգիպտոս։ Այսինքն իրանց համար դա նորմալ տարածաշրջանային բան։ Այդ նույն կերպ իրանք դիտարկում են, բայց այդ միջերկրական միջերկրածովյան այդ համագործակցության շրջանակներում մենակ Մաղրիբի երկրները չեն։ Դա նաև Իսպանիա, Պորտուգալիա, Իտալիա, Մալտա, Հունաստան, Կիպրոս, այս իրանք էլ կան, նաև Բալկանյան ու երևի Խորվաթիան կլինի։ Այսինքն Եվրոպան ունի բազմաթիվ բաներ, տեսեք օրինակ մեզ մոտ նախորդ տարի հունվարին Նորդիկ Բալտիկ երկրների պարլամենտների ղեկավարներն էին այցելել, ու ղեկավարության այցելություններն էլ, այդ Նորդիկ Բալտիկ երկրներն էլ եւս իրանք ունեն առանձին ֆորմատ, որտեղ ներգրաված է նաև Իսլանդիան, որը Եվրամիության անդամ չի, բայց միևնույն ժամանակ դա գործում է, այսինքն Եվրամիությունը, Եվրոպան մեծ հաշվով, ինքը ունի այդ ֆորմատները, որոնք ներառում են Եվրամիության երկրներ, եվրոպական երկրներ եւ ոչ եվրոպական երկրներ, որոնք զուտ տնտեսական շահի բանն է։ Մակրոնը ասաց, որ այդ, բայց դա, հենց երկխոսության ժամանակ էր ճարում, որ նստում Ուրսուլա ֆոն դեր Լայնն ասաց, որ մենք տարբեր երկրների հետ բան ունենք, թե Բրազիլիայի հետ ունեն, Մեքսիկայի հետ ունեն, Հնդկաստանի հետ ունեն, այսինքն իրանք աշխատում են, փափուկ ուժ կոչվածը չի միայն, այնտեղ խոսքը հենց տնտեսվարման մասին է եւ ազատ առևտրի, որը Եվրոպայի համար դիտարկվում է որպես այն ողնաշարային, որի շուրջ կամ որի վրա հավաքվում է ամբողջ մնացած հարաբերությունների համալիրը։ Այս տեսանկյունից անշուշտ Հարավային Կովկասը այդպիսին է, բայց եվրոպական տեսանկյունից, Եվրոպայի ինտեգրման տեսանկյունից, եթե ուշադրություն դարձնեք իրակ ուղղակի Վրաստանին, որը շեղվեց ճանապարհից այդ վիզաների ազատականացման հնարավորություն ձեռքեցին, իսկ Հայաստանի հետ բանակցում են եւ կտան։ Այսինքն այդ գնահատականները, ով կարող է Եվրոպա ազատ մուտք գործել, ով չէ, շատ կոշտ են դարձել, մանավանդ վրացական փորձից հետո, իրանք այլևս չունեն դե լավ ոչինչ բերեք մենք կմարսենք։ Տեսեք իրանք Սերբիայի համար ինչ պայմաններ են մտցնում, ինչպիսի կոշտ ճնշման տակ են պահում։ Տեսեք Հունգարիային ինչ կոշտ ճնշում արեցին մինչև Օրբանը պարտվեց։ Տեսեք ինչ կոշտ եւ բավականին ագրեսիվ հակապայքար վարեցին Մոլդովայում պրոռուսական ուժերի նկատմամբ։ Ռումինիայում հիմա նորից ճգնաժամ է վարչապետը, որը պրոեվրոպական էր, հրաժարական տվեց, որտեղ այնտեղ ինչ որ իմպիչմենտի հարցեր, որը ինքը անսպասելիորեն պարտվեց։ Այս ամբողջ ծավալը առաջին հայացքից թվում է թե սա ծանր բան է, բայց սա նորմալ է, սա նշանակում է, որ Եվրոպան ապրում է, շնչում է, ինքը չի համաձայնում, ինքը ունի իր դիրքորոշումը յուրաքանչյուր հարցի շուրջ։ Հարավային Կովկասում ինչ որ ասում է Մակրոն, ինչ որ ասում է ֆոն դեր Լայնը, ինչ որ բանն է, դա այո, միջին միջանցքն է, ուշադրություն դարձրեք, տրիպը չի։ Թեթև մասին խաչմերուկը լավ թեմա է, էս է խաչմերուկը, որ հա ճիշտ է, որ մերձավոր արևելք, կենտրոնական Ասիա, Եվրոպա, բայց դա խաչմերուկը չի, այդտեղ Ռուսաստան չկա, խաչմերուկը չի, հասկանում եք, տրիպը չի։ Միացյալ Նահանգների հետ ինչ որ Միացյալ Նահանգները ակնհայտորեն տարածաշրջանում դեստրուկտիվ դեր են ստեղ ողջույններս բոլոր նրանց, ովքեր Ամերիկա մետ էին եւ ինձ փորձում էին համոզել, որ մենակ Ամերիկան կարող ու Եվրոպան կյանքում Հայաստան չի գա, այդ որ ֆրանսիական նավերից բացի Եվրոպան եկել է, Ամերիկան գնում է։ Բացատրեմ ինչու, որտեղ Ամերիկայի Միացյալ Նահանգները չունեն դեսպան Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Աբու Դաբիում, Բահրեյնում, Քուվեյթում, Սաուդյան Արաբիայում, Օմանում դեսպաններ չունեն։ Տարածաշրջանում իրանք դեսպան չունեն։ Իրանք տարածաշրջանում ունեն դեսպան երկու երկրում՝ Թուրքիայում եւ Իսրայելում։ Այսինքն դա նշանակում է ավտոմատ կերպով, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ստեղից գնում են։ Մենք չենք ստիպել, մենք չենք լարում,
մենք չենք ոչ բանանում։ Ես սիրում եմ Ամերիկան, բայց այն Ամերիկան, որը ես սիրում եմ, ոչ մի կապ չունի YMCA-ի տակ պարող նարնջագույն անձնավորության հետ։ Ընդհանրապես կապ չունի այս երկիրը այն երկրի հետ, որը կարող է double top-ով, այսինքն երկրկնակի հարվածով տամագավկով բան անել, դպրոց ոչնչացնել։ Դուք տրիպի մասին խոսեցիք եւ այս ալտերնատիվ Չի լինելու, չէ, ալտերնատիվը տեսեք, տրիպ չի լինելու, որովհետեւ չի լինելու երբեք։ Որտեղ տրիպը պետք չի ոչ մեկին։ Ոչ Եվրոպային, ոչ Իրանին, ոչ Հայաստանին, ոչ Թուրքիային, կրկնում եմ, պետք չի տրիպը Թուրքիային, որովհետեւ հիմա Նախիջևանը Թուրքիայինն է։ Եթե բացվեց ինքը, ասենք, այնտեղ Ադրբեջանը, Ալիևը էլի կարողանալու է այնտեղ խախտա։ Հիմա Նախիջևանը պատկանում է Թուրքիային։ Գազը Իրանն է, հոսանքը Իրանն է, հաց ու ջուրը Իրանն են։ Ինքն է բերում։ Այսինքն իրա կտորն է։ բոլորին թվարկեցիք Միացյալ Նահանգներին, ինչ ասացիք։ Միացյալ Նահանգներին էլ պետք չի տրիպը։ Միացյալ Նահանգներին պետք չի տրիպը, տրիպը պետք է Իսրայելին։ Տրիպը Նետանյահուի պրոյեկտն է, որը որ ինչքան էլ որ ստեղ ինչ-որ փորձում են հեքիաթներ պատմել, դա այն է, որ մեղրի Արաքսի ափով պետք է անցնի ինչ-որ բան։ Իրանի թեման է, այսինքն։ Հա, Քուշների ընկերությունն է լինելու, որը որ պետք է վերահսկի Հայաստան-Իրան հարաբերությունները, որովհետև ես ձեզ կրկնում եմ, եթե իրանք դա բացեցին, դուք չեք կարողանալու ոչ մի բան անել։ Լավ, եթե ասում եք Իսրայելին է պետք, նշանակում է Միացյալ Նահանգները, քանի որ ռազմավարական, ինչպես ասում են, օրինակելի ռազմավարական գործընկեր է, տվյալ դեպքում Իսրայելի, ուրեմն Միացյալ Նահանգներին էլ է պետք եւ հասնելու Միացյալ Նահանգների հարցումները ցույց են տալիս, որ Միացյալ Նահանգներին սկի Իսրայելը պետք չի։ Բացի Տրամպի ադմինիստրացիայից ոչ մեկի ոտերին չի, ընդհանրապես։ Առանձնացնում եք Տրամփը եւ Միացյալ Նահանգները։ Միանշանակ։ Երիտասարդությունը, այսինքն ես չեմ ասում 35-ից ներքև, որ հարցում են անցկացնում, 80%-ը թքած ունի Իսրայելը, կա թե չկա կարտեզի վրա։ Հենց որ այդ հեքիաթները Միացյալ Նահանգների զինվորներ են, ռազմական գործիչներ են աշխատում, վիրավորումներ ստանում։ Մահանում են նույնիսկ, հանուն Իսրայելը, ինչը Ամերիկայում առաջացնում է հարց, ինչ ենք մենք փող աշխատում, Իսրայելը ուտում, ես ասենք ամերիկյան, գիտեք ոնց են, որ ասում է, որ երբ որ Major Taylor Green-ն ասում, ես պատրաստ եմ, ասենք, ուղղակի լռել, թողել, որ իրանք խոսեն, ես էլ բան չասեմ, մանավանդ այդ, չգիտեմ ոնց սիոնիստ տարած հայկական ազգանուններով մարդիկ, որ ստեղս են հասցրել արդեն այդ անիմաստ բաներով, ժողովուրդ, Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, Իսրայելը ծախսա ոչ միայն զենքի առումով, սենատի լսումները տեսեք, Պիթեքսը գալիս ասում է, ինձ պետք է այս ինչ բանը, այսքան գումար է պետք, սենատորները հարց տուն են, ասում են, եղբայր կարաս բացատրես, ասենք դու որ 800 տոմոհավք ես ոչնչացնում, իմանալով որ տարին արտադրում ես 57 հատ, հիմա որ եկել ես փող ես ուզում, դու գիտես չէ որ այդ 57 հատը ոչ թե ցանկություն է, այլ առավելագույն հնարավորություն է, բա որ վաղը Չինաստանը որոշեց որ Թայվանը վերցնում է, ինչ ես անելու, ասում է բա դուք ինչ եք մտածում, բա որ Իրանը զենք ունենա միջուկային, ասում է եղբայր քո մեր Ամերիկայի, մեր ինձ հետախուզությունը 20 տարի է, այդ թվում մինչև 12 օրյա պատերազմը անցած տարվա հունիսին եւ մինչև ձեր ամսի 28-ի պատերազմը պաշտոնապես հայտարարել է, որ ոչ միայն չկա միջուկային զենք, չկա միջուկային զենքի ստեղծման ծրագիր եւ բացի այդ ամեն ինչից Իրանը երբևիցե չի հանդիսացել imminent threat, այսինքն անմիջական վտանգ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, այսինքն դա ձեր սեփական փոքր Էփշտեյնի մանկապիղծների կռուժոկի եւ Իսրայելի վերնախավի մի մասի բաներն են, երազախաբություններն են, դուք ուզում եք Իրան չլինի, վազնեք եք մեզնից, Ամերիկայից վազնեք եք Եվ եթե դա ասում է Տակեր Քարլսոնը, եթե դա ասում է, ասենք, չգիտեմ, մարդիկ ովքեր բարձրագույն հետախուզական պաշտոն են։ Դա չի ասում Թրամփը։ Ջանդամը Թրամփն էս բաներ ասում։ Որոշումը կայացնում է Թրամփը։ Այո, Թրամփը որոշում է կայացնում եւ այդ հանրապետականները ունեն խնդիր, բայց mid-term-ն է։ Հիմա ինչի մասին ինչի եմ ես սենց վստահաբար ասում։ Մեզ պետքա սպասել կամ mid-term-ի ժամանակ Թրամփը
կանցնի ավտորիտար տոտալիտար ղեկավարների շարքին, այսինքն ինքը կփորձի կեղծել ընտրությունները, որովհետև նույն Փիթեքսետին սենատորները հարցնում են, եթե Տրամպը հրաման տա, գնաք մտնեք տեղամասեր եւ վերցնեք քվեարկության այդ բաները, այսինքն կեղծեք ընտրությունները, կկատարեք այդ հրամանը, թե կպաշտպանեք սահմանադրությունը։ Փիթեքսետը չի պատասխանում այդ հարցին, ասում է դուք ինչ-որ վիրտուալ բաներ եք խոսում։ Այսինքն դա նշանակում է, որ դա այտենց չորով դրված չի, որ չեմ անելու, սահմանադրություն չեմ խախտելու։ Տրամպը ֆեդերալ դատավորներ է նշանակում, 3 ֆեդերալ դատավորի, հատուկ լսում եմ նաև, սենատորները բլում են տալը, պրիչում բան չի էլի, հարցնում ասում է 22-րդ բանը որ դա հավելվածը որն է, ամենդմենտը։ Դա հիշեցնեմ, այդ ամենդմենտը համաձայն որի մեկ անց 2 անգամից ավել չի կարող լինի նախագահ։ Ասում է, չգիտեմ։ Ասում է ֆեդերալ դատավոր ես դառնում, ջահել ջան, ինչա նշանակում չգիտես։ Ասում եմ, չգիտեմ, ես քո բան եմ, կրիմինալ գործերով եմ զբաղվել, տեղյակ չեմ դրանից։ Այսինքն սա նշանակում որ Տրամպի ադմինիստրացիան գնում է ընտրությունների կեղծման։ Բայց եթե չի կեղծում, ինքը ոչ միայն պարտվում է, ինքը ջախջախվում է։ Ասում են արտակարգ իրավիճակ կարող է Այո, ինքը ստեղծի, ինքը չի անում, գողանում է ընտրությունները։ Բայց եթե Տրամպը գողացավ ընտրությունները, Տրամպը էլ էս ճամբարում գործ չունի։ Որովհետև մի հատ բունկերային առնետ ունենք այտենց ընտրություն գողացող։ Այսենց վզով է։ Մեզ այստեղ է, էլ ալիք մի արեք լցվում է։ Եթե ինքը ընտրությունները կեղծեց, այսինքն գնաց դեպի տոտալիտար բան, ուրեմն ինքը գնա իր բաներում տապակ։ Հետ գանք մեր խնդիրներին, մենք խոսում ենք մեր տարածաշրջանի հետ կապված ինչ ծրագրեր ունի տվյալ դեպքում Մակրոնն էր խոսում կամ Եվրամիությունը կամ ավելի լայն, եթե դուք էլ նշեցիք Կանադան էր, Մեծ Բրիտանիան էր, ավելի լայն եվրոպական երկրները, արդյոք սա չի հակադրվում Հայաստան Միացյալ Նահանգներ, հիմա այդ հարցն եմ բարձրացնում հարաբերություններին, պարզապես Արարատ Միրզոյանից նույնպես Երևանի երկխոսություն ֆորումում արտահայտած մի մտքի ձևակերպման ասեմ հայտարարության եւ այսպես Արարատ Միրզոյանը ասում է Հայաստանի արտաքին քաղաքականությունը հիմնված է հավասարակշռության վրա, մենք գիտենք այդ մասին, լսել ենք շատ, ոչ թե կախվածություն մեկ կենտրոնից, այլ գործընկերային հարաբերությունների զարգացում Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Չինաստանի, Ղազախստանի, Եվրոպայի հետ, որպես լրացուցիչ ուղղություններ։ Եվ այսպես Արարատ Միրզոյանը ասում է, որ մենք շարունակում ենք բալանսավորված քաղաքականությունը եւ նույնիսկ հետ եմ գալիս իմ հարցին արդյոք այն ինչ տեղի ունեցավ Հայաստանում այս ֆորումը այս ներողություն սամիթը գագաթնաժողովը այս հարաբերությունների զարգացումը չի հակասում հայ-ամերիկյան մենք չենք մտնում հակասության մեջ Միացյալ Նահանգների հետ հետո էլ կդիտարկենք Ռուսաստանը Ռուսաստանի անուն դրանք տարբեր բաներ չտվեց այս ցուցակում Արարատ Միրզոյանը միշտ ասում է ինչ որ պետք է ասի արտաքին գործերի նախարարը որը ունի իր սեփական կառավարությունը եւ այդ կառավարությունը ունի որոշում այդ բալանսավորված հեքիաթը մենք վաղուց լսել ենք Եվ դրա իմ մեկնաբանությունները ուրիշներին չեմ ուզում ոչ մեկ վրա մատնացույց անեմ, բայց իմ մեկնաբանությունները դուք գիտեք։ Անբարոյականությունը, պոռնկությունը եւ բալանսավորումը դրանք տարբեր բաներ են։ Դու չես կարող լինել միաժամանակ ընկեր Ռուսաստանի եւ Եվրոպայի, ասենք Չինաստանի եւ ԱՄՆ-ի, չես կարող ուղղակի։ Քանի որ դա պարտադրված չի։ Մի ուրիշ բան է, որ ասենք մեր ռազմավարական համագործակցությունը Իրանի հետ այդ փաստաթուղթը, որ ստորագրվել է բոլորի համար պարզավոր սա միակ ճանապարհն է Իրանը եւ մեծ հաշվով դա քննարկվեց նաեւ։ Բանի ժամանակ չեմ հիշում որ բան, բայց ոնց որ թե Մակրոնը ինձ դրա մասին խոսել է, որ մենք օքեյ է, հիմա դե հասկանում ենք ուրիշ տեղ չունենք։ Բա ինչ անենք։ Հաց պետք է ուտեք թե չէ, քանի Թուրքիայի սահմանը բաց չի, դա նորմալ։ Բացի այդ բաներից, այդ հարաբերությունից ակնհայտորեն բոլորի համար անընդունելի է այն ինչ այդ բալանսավորում չի էլի, այդ բավականին ծանր իրադարձություն։ Հիմա ինչ վերաբերվում է հայ-ամերիկյան հարաբերություններին։ Հայ-ամերիկյան հարաբերությունները իրանք շատ ավելի խորքային են, շատ խորն են եւ չենք կարող չհիշատակել, ասենք, չգիտեմ, նույն Մորգեն Զավոյինով 15 թվականին բաններ հպատոսներ Ամերիկայի Միացյալ Նահանգների։ Դա լրիվ այլ մակարդակի վրա է։ Մենք ունենք բավականին լավ համայնք,
հզոր բաներ, մարդիկ ովքեր այո, ինչպես Մակրոնը ասաց, ոնց որ Միսակ Մանուշյանը հիմա ամերիկյան դեսպանատունը հրապարակում անուններ հայազգի զինվորների ամերիկյան բանակում, ովքեր իրանց կյանքը տվել են ընդհանուր պայքարի համար, մեծ հաշվով, բայց ամերիկյան դրոշի տակ են կռվել եւ շատերը կյանք են տվել։ Ես դրա համար ուզում եմ տարանջատեմ սա։ Հայ-ամերիկյան հարաբերությունները, դրանք մանավանդ քանի որ նահանգների մակարդակով այնտեղ հələ որ այդ Ռուսաստանի պես ունիտար պետություն չի ֆեդերալ, յուրաքանչյուր նահանգի հետ օրինակ մեր Կանզասի հետ հարաբերությունները ռազմական ոլորտում փայլուն հարաբերություններ, այնտեղ փայլուն զինվորականներ են, որոնց համար ասենք առանձին այն ներդրումը, որ իրանք ունեցել են Հայաստանի բանակի, չի կարելի մոռանալ։ Եվ դա հույսով եմ կշարունակվի։ Ուրիշ հարց է, որ այս պահին Ամերիկայի Միացյալ Նահանգների դաշնային ղեկավարության ղեկին կանգնած մարդիկ հակա-ամերիկյան քաղաքականություն են վարում։ Պետք չի շփոթել, ասենք պետք չի, ուզում եմ որ պարզ հնչի, հա, ես հենց հիմա դեմ եմ Հայաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների սպիտակ տան մակարդակով շփումներին, որտեղ դրանք ինձ համար տարօրինակ են։ Սպիտակ տունը այս պահին Էփշտեյնի այսպես կոչված մանկապիղծների օղակը թաքցնում է, չի թույլ տալի, որ այդ փաստաթղթերը դուրս գան։ Քողարկում է անունները, զոհերի անունները հրապարակում է, այդ մանկապիղծների անունները քողարկում է։ Եվ սա բավականին լուրջ վնաս է հասցնում ամբողջ աշխարհի հետ։ Տրամպը հանում է ամերիկյան զորախումբ 5000-անոց Գերմանիայից այն պահին, որ մի քիչ էլ եթե ճնշում գործադրվի Ռուսաստանի վրա, մի քիչ ինքը հիմա կկոտրվի, բայց դրա փոխարեն Տրամպը հանում է պատժամիջոցները ռուսական նավթի վրայից։ Սա անհասկանալի է, եթե դուք չեք կարողանում ընկալել մեկ բան։ Տրամպը անկախ չի, Տրամպը գտնվում է Իսրայելի ազդեցության տակ, իսկ Իսրայելի համար Եվրոպան թշնամի է։ Տրամպի համար էլ է Եվրոպան թշնամի։ Դուք տեսեք ինքը ինչ է անում ամենասկզբից, ինչ եկել է, ինչ հարաբերությունների մեջ է Եվրոպայի հետ։ Այսինքն սա առաջի անգամը չի, առաջի բանի ժամանակ էլ էր, առաջի իր կադենցիայի ժամանակ էլ էր սա խնդիր։ Եվ այս ամբողջ բանի մեջ դուք պետք է հասկանաք, Հայաստանը եվրոպական երկիր է։ Եվրոպան ասում է դուք եվրոպական երկիր եք։ Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանը Հայաստանում, ով հիշեցնեմ, 21 թվականին ապրում էր Սյունիքում այն ժամանակ, որ Սյունիքը վտանգի տակ էր լիստրեյս։ Ինքն էլ էր ասում, որ Հայաստանը դա Եվրոպա է, ամերիկյան կադրային դիվանագիտության, փորձագիտական, իրոք փորձագիտական բանի մեջ։ Լուրջ պատասխանատու կերպով Ամերիկայի քաղաքականությանը վերաբերվող սենատորների մոտ։ Ադամ Շիֆին հիշատակ ենք, թե ուզում եք հիշատակ եք։ Իրանց մոտ կասկած չկա, որ Հայաստանը Եվրոպա է։ Եվ այդ պարագայում, այդ խմբի մոտ, որը չի կորել, իրանք ուղղակի Ամերիկայում էլ են ճնշված։ Հարց չի առաջանա, եթե Հայաստանը այս պահին ասի ժողովուրդ, մենք եվրոպական գծի մեջ ենք։ Եվ աշխարհում ոչ մեկի մոտ հարց չի առաջանա։ Բացի Ռուսաստանից ով կմրթմրթա, կբվա, բացի Աբշորոնում նստած մարդկանցից, ովքեր Տել Ավիվից զանգ կստանան ու երկու հատ եկեղեցի կոչնչացնեն, ես սպասում եմ իրանք գանձասարատրակացնեն, հələ սպասեք։ Չէ, Աստված չանի, որն է իրանք պետք է Ալաքսայի համար, իրանք պետք է սա վերացնեն։ Ու աշխարհը պետք է կուլ տա այդ։ Հանգարց չմտածեք, որ չեն անելու։ Ընդհանրապես մտքներով չանցնի, որ չեն անելու։ Սարսափելի բան եք ասում, բայց խնդիրը այստեղ հետևյալն է, հայ-ամերիկյան հարաբերությունները չեն կարող հակասել հայ-եվրոպական հարաբերություններին, որովհետև ի տարբերություն Արարատ Միրզոյանի, որը ստիպված է կրկնել իր քաղաքական կուսակցության ղեկավարի այո, այդ քաղաքականության, ասենք, կետերը ու անել այն ինչը հնարավոր չի, Ռուսիա նիլզա объятне, չես կարող բոլորի հետ լավ լինես հավասար։ Մենք եվրոպական երկիր ենք եւ եվրոպական քաղաքական, ոչ թե պրոեվրոպական, եվրոպական քաղաքականության շրջանակներում մեր քայլերը պետքա կշռենք։ Այս քայլը մեզ պետք է, որովհետեւ սա Եվրոպայի քաղաքականության մի մասն է։ Այս քայլը մեզ պետք չի, որտեղ ինքը հակասում է Եվրոպայի շահերին։ Հենց հիմա
տրիպի շրջանակներում, լավ, սենց ասեմ, տրիպի շրջանակներում հայ-ամերիկյան հարաբերությունները հակասում են հայ-եվրոպական, հայ-հնդկական, հայ-իրանական եւ ուղղակի Հայաստանի կառավարություն, Հայաստանի ժողովուրդ շահերին։ Ձեզ կասեն օգոստոսի 8-ը եւ հայ-ադրբեջանական խաղաղությունը Թրամփի եւ Սպիտակ տանը գտնվող Թրամփի շնորհիվ է եղել։ Դուք ասում եք Սպիտակ տան հետ այսօր դժվար եմ պատկերացնում ինչի մասին կարելի է։ Ուրեմն երբ որ այդ հանդիպումը եղավ, արդեն վաղուց ոչ մի ռազմական գործողություններ չկային մեկ։ Խաղաղությունը հաստատվել է, ի վերջնական խաղաղությունը հաստատվել է շատ ավելի շուտ, քան դա էր։ Փաստաթուղթը պատրաստ էր ամբողջությամբ, իսկ ռատիֆիկացումը այդ նախաստորագրությունը, այսինքն պարավ Մարտին, որքան հիշում եմ, Մարտին ասվեց, որ արդեն ամեն ինչ պատրաստ է, օգոստոս էր, այո, ամեն ինչ պատրաստ էր, ամեն ինչ համաձայնեցված էր, մի քանի անգամ եղել էին հանդիպումներ սահմանագծման վերաբերյալ, Գիրանցում էր հարցը լուծվել, այնտեղ էս կողմեր եղել, եվրոպական դիտորդական առաքելություններ կանգնած եւ Ադրբեջանը հասկանում էր, որ ոչինչ չի կարողանում անել։ Տրամփը, օքեյ, Տրամփը եկավ, հա, իսկ փաստաթղթերը նաեւ այդ ռազմավարական համագործակցության մասին խարծան պատրաստված էր Բայդենի ադմինիստրացիայի կողմից։ Եվ ստորագրողը Բլինկենն էր, Հարատ Միրզոյանին։ Այսինքն Տրամփը ուղղակի եկավ, ոչ բան չարեց։ Խնդիրը այն էր, որ իրան պետք էր Ադրբեջանը մտցնել այդ այսպես կոչված Աբրահամյան համաձայնագրերի մեջ։ Աբրահամյան համաձայնագրերը մեռան այն պահին, երբ ամբողջ աշխարհը մասնավորապես երկրներ, որոնք այդ արդեն ստորագրել էին այդ Աբրահամյան համաձայնագրերը, համոզվեցին, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ունակ չեն ապահովեն իր դաշնակիցների, իրենց դաշնակիցների անվտանգությունը, այո, եւ ցանկություն չունեն որևիցե կերպ մասնակցելու այդ դաշնակիցների պաշտպանությանը եւ դրա մասին խոսացել են բոլոր Իրանի կողմից ռմբակոծված արաբական երկրների տարբեր նախարարներ կամ տարբեր մակարդակի թագավորական ընտանիքների անդամներ, որոնք ասում են, եղբայր, մենք խոսք ենք տվել, մենք բերել ենք, խնդրել ենք, մենք այդ ստորագրել ենք, Իսրայելին ճանաչել ենք, հարաբերություններ ենք հաստատել, իսկ դուք սաղից թողել եք, կատաղացրել եք Իրանին, մեզ թողել եք ոնց որ գելի բերան, դուք գնացել եք պաշտպանում եք մենակ ձեր Իսրայելը, այն է ավելի վատ եք պաշտպանում, քան մինչև պատերազմը։ Հորմուզն էլ փակել եք այդ ձեր պատերազմի պատճառով։ Տոտա նիտոյա։ Այսինքն դուք չունեք ռազմավարություն, ասում են, չէ, նույն բանը բրիտանացիք են ասում, եվրոպացիք են ասում։ Առանց ռազմավարության, առանց իմանալու ոնց է դուրս գալու պատերազմից։ Ուր է մտնում պատերազմը։ Թրամփի գործոնն է, թե Միացյալ Նահանգների։ Դուք ասում եք ոչ Թրամփի գործոնն է, ոչ Միացյալ Նահանգների, թույլ տվեք ստեղ հղում անել Տակեր Քարլսոնի եւ Մեյջոր Թեյլոր Գրինի հարցազրույցի, որը Տակեր Քարլսոնի Մեյջորից վերցրել է, իր ալիքում կա, գովազ չի ուղղակի, եթե հետաքրքրված եք կարող եք նայել։ Շատ հետաքրքիր իդեպ հարցազրույցը, շատ ֆանտաստիկ 2 ժամանոց ու ես ես ասեմ Տակեր Քարլսոնից հաճելերում բաները ցիացրեց։ Եվ շարունակեք։ Դա Իսրայելի պահանջ է։ Դա AIPAC-ի պահանջն է։ Դա իսրայելական լոբինգի պահանջ։ Այս պատերազմը։ Այո, եւ ոչ միայն պատերազմը, նաեւ Տրամփի քաղաքականությունը հակաեվրոպական, հակականադական։ Բոլոր այն երկրները, որտեղ իրանք չեն կարողանում ճնշեն պրո-պաղեստինյան շարժումը, իսկ հիշեցնեմ 47 թվականին, երբ որոշումը կայացվել էր, որ Իսրայելը պետք է ստեղծվի, նախ ինքը Հելսինկյանի հիմնարար ակտին հակասող, Հելսինկյանի հիմնարար ակտը հետո է իհարկե ստորագրվել, բայց Իսրայելի ստեղծումը չի ամրապնդվում ոչ հանրաքվեով, ոչ հռչակագրով, ոչ մի բան։ Նյու Յորքում նստած մարդիկ որոշել են, որ այնտեղ պետք է լինի Իսրայել։ Ու տեղի բնակչություններից ոչ մեկ չի հարցրել։ Հիշեցնեմ, որ 48 թվականին ավելի քան 700,000 Պաղեստինցի ասես տարբեր ազգի, այդ թվում քրիստոնյա, ուղղակի բան են արել, էթնիկ զտում է իրականացվել։ Այն տարածքները, որ այդ քարտեզով պետք է լիներ Իսրայել, այդ ժամանակը Գազայի հատվածում ոնց այդքան մարդ հայտնվել։ Իրանք բոլորը այդ Աշկելոնի տարածքից տեղահանված արաբներն են, նու պաղեստինցիք։ Այսինքն այստեղ հարցը հետևյալն է, գոյություն ունի հիստերիկացած Իսրայելի ղեկավարություն, որը հասկանում է, որ այս պայմաններում
Եթե հանկարծ իրենց մոտ չստացվի Իրանին ոչնչացնել եւ Լիբանանից այդ հարավային կտորը փոկել ստեղծել բուֆերային գոտի, իրանք չեն կարողանա գոյանալ։ Ես նորից կրկնում եմ իմ թեզը, որը ոչ մեկ չի երկել եւ ոչ մեկ չի կարող երկի, որովհետեւ կամ քարտեզ չունեն կամ պատմություն չգիտեն։ Իսրայելը կրկնում է Երուսաղեմի հետ թագավորության ճանապարհը ամբողջությամբ։ Ինքը ոչ միայն վերացվելու է, ինքը ջնջվելու է անենց, որ այդ տարածքում էլի 1000 տարի էլ ոչ մեկ չի լինել։ Մեր հարցներ չի վնասի արդյոք այդ գագաթնաժողովը այս ամենը։ Ես ես բացատրեցի, որ մենք չունենք այնտեղ հարաբերություններ։ Միացյալ Նահանգների հետ հարաբերություններին եւ գովազդից հետո կխոսենք նաեւ այլ թեմաների մասին։ Okay։ Դուք ասեցիք ոչ։ Չէ, չունենք։ Կվնասի, բայց մենք չունենք հարաբերություններ, հա, որոնք որ կարող են վնասվել։ Okay, ինչ որ խոսակցության մակարդակով, ասենք կարող է Հեքսետը կամ Տրամպը կամ ինչ որ Կուշները իրան շատ վարձ գան, բայց մի տեսակ էլ եմ ասում, մենք եվրոպական երկիր ենք եւ մեր քաղաքականությունը պետք է համաձայնեցված լինի, տարբերությունը, ասենք կոպիտ ասած նրա ինչ որ ես եմ ասում եւ նրա ինչ որ ասում է Փաշինյանը, որ միտեղ պետք է լինես։ Չես կարա լինես բոմժ։ Միտեղ պետք է լինես։ Այդ միտեղը ո՞րն է։ Եվրոպան բացառապես մեր արտաքին քաղաքականությունը պետք է համաձայնեցված լինի, եթե ուզում եք բալանսավորված, հարմոնիզացված լինի։ Լավ, սենց ասեմ։ Հա, հարմոնիզացված։ Նու, հենց գարմոնիայի մասին է խոսքը, այսինքն ինքը կարա լինի ամբողջությամբ կրկնի, կարա լինի 1/3, 1/4, 1/8 այդ բաներով, եթե ալիքների բաներով նայեք, հա, պարտադիր չի, մեկը մեկի կրկնեք քայլերը, բայց ինքը պետք է լինի հարմոնիայով, ով որ երաժշտությունը գնաց է գիտի։ Ինչ որ դոմինանտ սեպտակորդի մակարդակով բան է, բայց լինի։ Փաստորեն ասում եք, որ պետք է ինչ որ տեղ լինի, այդ ինչ որ տեղը Եվրոպան է, Մակրոնն է։ Դե ուրիշ առաջարկ չկա։ Մակրոնն էլ ասում է Հայաստանը վճռականորեն ընտրել է խաղաղության բարգավաճման ուղին, ամրապնդել է իր ժողովրդավարությունը, կխոսենք այս մասին գովազդից հետո, եւ այսօր վստահորեն շարժվում է դեպի Եվրոպա։ Այդպես է կարծում Մակրոնը։ Ինչ է մտածում այս մասին պարոն Սարգսյանը, կիմանանք գովազդից հետո։ Մնացեք մեզ հետ, սիրելի հայրենակիցներ։ Գովազդի հետո։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևանի եւ Զովունիի սահմանին գտնվող ալպիական թաղամասում սկսվել է 2, 3 եւ 4 սենյականոց բնակարանների նախնական ամրագրում։ Առաջարկում ենք նաեւ թաունհաուսներ արդեն պատրաստ եւ կառուցվող։ Բնակարանների արժեքները սկսվում են 50,000 ԱՄՆ դոլարից մինչև 140,000 ԱՄՆ դոլար, իսկ թաունհաուսներինը 160,000 ԱՄՆ դոլարից 170,000 ԱՄՆ դոլար։ Մանրամասների համար այցելեք մեր պաշտոնական կայք alpiakan.am կամ զանգահարեք +374 44 201 066։ Ամրագրում կարող եք կատարել մինչև ապրիլի 30-ը։ Ալպիական թաղամաս, ձեր նոր տունը հայրենիքում։ Երևանն եք ուղարկում։ Օթանավով։ Երևանն են ուղարկում։ Ստեղ ուղարկում են, Երևանում ստանում են $1.99 Սենսացիա, Այ սենսացիան էսա։ Ծրիա։ Իսկ ավտոմեքենաները կարող եք ուղարկել անհավատալի ցածր արժեքներով։ Նավով վճարում եք 1 արկղի համար, 2 արկղել անվճար։ Ասեք, Աշոտ դա ուղարկել։
Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք Կարեն Սարգսյանի հետ, Եվրատլանտյան ինտեգրացիոն պլատֆորմի նախագահ սոցիոլոգ եւ ամփոփում ենք այդ Երևանում կայացած Հայաստան-Եվրոպական միություն առաջին գագաթնաժողովը եւ բոլոր հանդիպումները, որոնք դրան եղան այդ համաժողովի շրջանակներում եւ դրանից դուրս եւս եղան երկու տարբեր հանդիպումներ։ Եվ այսպես Էմանուել Մակրոնին մեջբերեցի, ով ասում է, որ Հայաստանը վստահորեն շարժվում է դեպի Եվրոպա։ Եվ դուք էլ ասում եք, ինչ որ միտեղ պետք է լինի Հայաստանը եւ այդ տեղը Եվրոպան է։ Շարունակում ենք քննարկումը, չնայած դուք պատասխանեցիք, արդյոք չի վնասի Հայաստան Միացյալ Նահանգներ հարաբերություններին այս մեր խորացումը եվրոպական երկրների հետ եւ արդյոք կարելի ասել, որ իսկապես խորացում կարելի արձանագրել եւ Հայաստանը, ինչպես ասում է Մակրոնը, վստահորեն շարժում է դեպի Եվրոպա։ Տեսեք, շատ վաղուց դուք գիտեք, ձեր եթերներում շատ բազմաթիվ անգամներ է հարցը քննարկվել, էլի պետք է հիշատակեմ Արմենին Հովհաննիսյան Երջանկայի հիշատակ, որ մենք բազմիցս խոսել ենք, որ Զելենսկու այցը քրիտիկական նշանակություն ունի Հայաստան եւ ընդհանրապես բոլոր հանդիպումները, Փաշինյան-Զելենսկի։ Հիմա մենք ունենք նաեւ Զելենսկու այց Հայաստան սրա շրջանակներում։ Ինչի մասն որ խոսում է Զելենսկին այդ նիստի ժամանակ։ Սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, հասկանում եք, Զելենսկին մեզանից շատ է կախված ամենից։ Բայց մենք տեսնում ենք, որ Զելենսկու հայտարարությունները նրա մասին են, որ Եվրոպան պետք է ներկա լինի բանակցային մասին, այսինքն նույնիսկ այն պարագայում, որ ահռելի կախվածությունը Ուկրաինայի Ամերիկայի Միացյալ Նահանգներից, միևնույն է Զելենսկին որպես եվրոպական երկրի նախագահ հասկանում է, որ դու չես կարող ունենալ Ամերիկայի հետ հարաբերություններ, որոնք հակասում են Եվրոպային, իսկ Ամերիկայի ցանկացած գործողություն արտաքին աշխարհում, արտաքին բանում, իրանք հակասում են Եվրոպային։ Սրա մասին է խոսքը։ Դրա համար, որpիսի մենք չհակասենք, մենք ունենք ինչ որ ստորագրված չգիտեմ ինչ, փաստաթղթեր Փաշինյանի եւ Տրամպի մակարդակով, որոնց մեջ դրա մասին ենք խոսել, վերջի պարբերության մեջ գրված է, որ այս փաստաթղթերը ոչ մի նշանակություն չունեն, ոչ իրավաբանական, ոչ դիվանագիտական, ոչ քաղաքական ուժ չունեցող փաստաթղթեր են։ Այսինքն մենք այդտեղ ոչ մի պարտավորություն էլ չունենք, կողմերից ոչ մեկը չունի։ Մենք ուղղակի ինչ որ համաձայնվել ենք։ Նոյեմբերի 9-ի պես փաստաթուղթ է, ոչ մի բան չնշանակող։ Այս փաստաթղթերի շրջանակներում կամ հենվելով փաստաթղթերի վրա, որոնք ասում են նախ եւ առաջ իրանք ամեն տարի 1 տարով են եւ ամեն տարի վերացնում, իրանք ընդհանուր առմամբ 4 տարով են, այսինքն իրանք բացառապես Տրամպի կադենցիային են վերաբերվում եւ միևնույն ժամանակ այս փաստաթղթերի ուժը, իրավական ուժը, առավելից միջազգային հարաբերությունների ուժը զրոյական է։
Հիմա ես ձեզ եմ հարց տալի, մենք ինչ ունենք հայ-ամերիկյան հարաբերություններում, որին կարող է հակասի Հայաստանի եվրոպական ինտեգրացիան։ Այն ինչ մենք ունենք, դա խարտիան է, որը ստորագրվել է Բլինկենի հետ, որը որևիցե կերպ չի հակասում հայ-եվրոպական հարաբերություններին։ Այսինքն հայ-եվրոպական հարաբերությունները այդ ամբողջի հետ միասին հիշում ենք ապրիլի 4-ին 24 թվականին, որ Բրյուսելում տեղի ունեցավ, այնտեղ համատեղ բաներ։ Ֆոն դեր Լայն, Բլինկեն, Ֆոն դեր Լայն, Բլինկեն, Ֆոքսներ, USAID ղեկավարներ, Փաշինյաններ, այսինքն սա համատեղ է։ Գիծը շարունակվում է համարեք։ Այդ դա է հայ։ Տեսեք, հայ-ամերիկյան հարաբերությունները դրանք են։ Նույն գծի, նույն ծիրի, նույն տրամաբանության ոչ բան չի փոխվում այդտեղ։ Հետևաբար Հայաստանի եւ Եվրոպայի ինտեգրումը, հայկական, չգիտեմ, դիվանագիտության փորձը Եվրոասոցիացիան փաստաթուղթ ներկայացնել, ստորագրել կամ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը կամ Եվրոպական պաշտպանական բանին կամ նույնիսկ ՆԱՏՕ-ին, ինքը որևիցե կերպ չի հակասում հայ-ամերիկյան հարաբերություններին։ Այսինքն Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների դժվար հիմա փոխհարաբերությունները այսքան լայն մեր տարածաշրջանին չեն վերաբերում։ Նրանք ներշնչում վերաբերվում են։ Տեսեք, վերաբերվում են։ Մենք հիմա խոսում ենք այն մասին, որ հայ-ամերիկյան հարաբերությունները գտնվում են ավելի շուտ պայմանավորված են այն փաստաթղթերով, որոնք գործում են։ Նույն զինված ուժերի, մեր զինված ուժերի եւ Կանզասի ազգային գվարդիայի հետ հարաբերությունները, դրանք ինչ որ մի փաստաթղթերի շրջանական մի փունջ փաստաթղթերի շրջանակներում են տեղի ունենում։ Սա քանի չի փոխվել ամերիկյան կառավարության կողմից, մեր հարաբերությունները իրականում enforced են, այսինքն պետք է լինեն դրանց շրջանակներում, պետք է օրենքի պահանջով, պետք է այդպիսի լինեն, այդպիսի պետք է լինեն եւ շարունակվեն, չենք կարող խախտենք, ոչ մենք, ոչ իրանք, ոչ մենք ենք խախտում, ոչ նրանք են խախտում։ Ամեն ինչ նորմալ է։ Այդ բանի ապօրինի շինությունը, որը Տրամպը կառուցում է, որ ինքը ամերիկյան դիվանագիտական կորպուսը եւ անվտանգային համակարգերը եւ հետախուզությունները 18 հետախուզություն ջնջե ճղեր շպրտել է մի կողմ իր տնփեսուն ու գոլֆի ընկերոջը, որոնք ամբողջությամբ կոռումպացված բաներ են, պերսոնաժներ են, ասենք սարքելա դիվանագետ, դա որևիցե կապ չունի Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Հայաստանի իրավական հիմքեր ունեցող հարաբերությունների հետ։ Լավ, հիմա Հայաստանը վստահորեն շարժվում է դեպի Եվրոպա։ Ասում է Մակրոնը։ Համաձայն եք թե ոչ, ես ասացի, ես ավելի շուտ եմ դա ասել, քան Մակրոնը։ Բայց դուք կասկածի տակ եք դրում։ Ես երբեք կասկածի տակ չեմ դրել, ես միշտ ասել եմ, որ անկախ Նիկոլ Փաշինյանի եւ իր կուսակիցների որոշումից Հայաստանը Եվրոպայի մի մաս է եւ Եվրոպան Հայաստանին տանում է իր մոտ։ Ու միշտ ասել եմ, որ դա կապ չունի։ Առավելագույնը ինչ Նիկոլը կարանի, կարա ձգի այդ գործընթացը հնարավորինս երկար, ապահովելով իր կողքը կանգնած 40 ավազակների կամ օլիգարխների կամ ինչպես ես եմ ասում մեգադախլչիների մեծ շահույթները եւ հնարավորությունները, որոնք որ Ռուսաստանի հետ հարաբերություններ ունեն։ Սա առավելագույնն է, ինչ կարա անի կառավարությունը, ով չի ուզում, որ Հայաստանը ինտեգրվի Եվրամիությանը։ Իհարկե, եթե հանգարց Աստված չանի, այս բաները չգան, որոնք կարող են։ Իմ հարցս էլ դա էր, Մակրոն հրաշալի գիտի, որ 1 ամսից երևի 1 ամսից հետո կա տարբերակ, որ Նիկոլ Փաշինյանը չվերընտրվի, բայց նա ասում է Հայաստանը վստահորեն շարժվում է դեպի Եվրոպա։ Եթե այս պահին ես ուրիշ տեխնացու չեմ տեսնում, որի օրոք Հայաստանը կարա շարժվի դեպի Այն հարցս դա էր, ընտրություններից հետո այս նախադասությունը կամ երկու հարց է իրականում, այո Փաշինյանը իսկապես վստահորեն տանում է Հայաստանը դեպի Եվրոպա, այդ առաջի հարցն է, եւ երկրորդը, եթե Փաշինյանը չի վերընտրվում, այս ձևակերպումը կորցնում է իր բովանդակությունը։ Փաշինյանը առնվազն չի խանգարում, որ Հայաստանը շարժվի դեպի Եվրոպա։ Ընտրություններին մասնակցող այն ուժերը, որոնք հնարավորություն ունեն անցնեն պարլամենտ, իմ գնահատականով դրանք հիմնականում պրոռուսական ուժերն են, որոնց վրա ահռելի գումարներ են ծախսվում, ահռելի միլիոնավոր դոլարներ,
եւ ֆանտաստիկ աշխատում է այդ պրոպագանդային այդ ապարատը, որը այն տիպի հիմար բաներ է լցնում այնքան շատ, որ այդ տեղեկատվական աղմուկի մեջ մարդիկ խելագարվում են ուղղակի։ Ցավոք սրտի իրանք սենց ասեմ, իրանք էլի չեն կարող խանգարեն, բայց չեն կարող խանգարել, եթե Հայաստանը պահպանի սուբյեկտություն միջազգային հարաբերություններում, իսկ իրանք պատրաստ են Հայաստանը ոչնչացնել։ Այսինքն, եթե իրենք տեսնեն ավելի շուտ իրանց ոչ կենսաբանական, այլ քաղաքական եւ բարոյական պապաները նստած ճահիճներում տեսնան, որ չի ստացվում, Հայաստանը սուբյեկտայինությունը պահպանում է եւ որպես սուբյեկտային սուբյեկտ ինքը միայն շարժվելու է Եվրոպա։ Եթե իրանք տեսնան, որ այդ իրենց պլաներին հակասում է, իրանք կոչնչացնեն Հայաստանը որպես քաղաքական սուբյեկտ։ Պես սրանց ձեռքերով։ Դա առաջի անգամը չի հայոց պատմության մեջ։ Բայց դրա համար, եթե ես ճիշտ եմ հասկանում, դե ենթադրում եմ, որ այստեղ երկու իմաստ չի կարող, երկու տարբերակ չի կարող լինի, դրա համար նվազագույնն հաղթանակ պետք է արձանագրեն, ճիշտ է։ Ով, այդ դրանք, հա։ Որ դուք ասում եք։ Այսինքն մեծամասնություն լինեն։ Իրանք մեծամասնություն պետք է լինեն, բայց դա հնարավոր չէ։ Եվ վարչապետը այս պահին ես դրա հավանականությունը շատ ցածր եմ համարում, չնայած ահռելի մեծ թիվ են հավաքել։ Սպասվածից շատ ավելի, տեսեք, եւ հիմա, որ ասեմ, կասեն էլի գնաց եկավ կապավ Նիկոլին, բայց դե եղբայր, ասենք, քեզ 5-րդ տարին ասում ենք, հերիք պերաշկի ուտես ստենդը, 5-րդ տարին ասում ենք, փագի դրանց օթերը, 21 թվականից սկսած, Հայաստանի Հանրապետությունում, ասենք, Россотрудничество, Русский дом, Զահար, Զիբիլ, ռուսական փողեր, անհասկանալի, ասենք, գերեուշնիկների ու FSB-շնիկների հոսքեր, 400 հոգանոց դիվանագիտական կորպուս, անիմաստ ռուսական բազա, այնքան դանդաղ, այնքան ձգեցին, հանելը, որ ընտրություններին մոտիկ գա այդ, որ բաներից, սահմանային կետերից հանելը ռուսներին, որ ուշ է արդեն, այն որ ասում է ուշ է տակավորին սպանել են, հիմա արդեն չես կարող անես, դա պետք է քոքից կտրվեր, այդ այսենց որոշումը, մի հատ որոշումը, ուղղակի կամք է պետք, կամք էր պետք, հիմա արդեն ուշ է, հիմա չես կարող անես։ Այսինքն կա տարբերակ, որ այս ձևակերպումը այսօր Հայաստան վստահորեն շարժում է դեպի Եվրոպա, այս ձևակերպումը մնա որպես գեղեցիկ ձևակերպում։ Ոչ, էլի եմ կրկնում, Հայաստանը ոչ միտեղ չի շարժվում։ Հայաստանը կարիք չունի շարժվելու, Հայաստանը Եվրոպա է։ Հայաստանում փորձում են հեղաշրջում անեն կամ պետականության գնով, այսինքն ոչնչացնելով պետականությունը, կամ մարդկանց խաբելու գնով։ Հայաստանը կարիք չունի շարժվելու, Հայաստանը Եվրոպա է, մարդիկ ասում են բերնեբերան, քանի ժամանակ ասում են, չկա տենց բան, Հայաստանը ոչ միտեղ շարժվելու կարիք չունի։ Մենք եվրոպական մշակույթի մի մաս են, քաղաքակրթության մի մաս են, կարիք չկա շարժվել։ Ստեղ հարցը նրանում է, որ այդ գումարները, որ գալիս են, եւ այդ կաշառքները, եւ այդ բանը, եւ այդ բալանսավորված քաղաքականության հետևանքով, սա առաջի դեպքը չի, որ Հայաստանի ղեկավարությունը տենց պետականություն է կորցնում։ Բալանսավորված քաղաքականությունը սխալ է, տեղ է, այդ եմ ասում։ Եվ որ ասում են պետք է եվրոպական քաղաքակրթության, այսինքն եվրոպական լավ Եվրոպայի հետ համակցված եւ հարմոնիկ հարաբերություններ, չեմ ասում շարժվես, ասում եմ քո քաղաքականությունը բերես հարմարացնես, օրինակ պատժամիջոցներ կիրառես ռուսների վրա։ Իրոք, ուղղակի պատժամիջոցներ բանանես։ Փագես միրը պետք է ստեղ չգործի, որովհետեւ քո կաշառքների հիմնական մասը միրով է գալիս։ Բա իհարկե այնտեղ մի երկու հատ բան են արել, գցել են այդ, որ ծիպը դե լավ էս կերեք իմացեք, թե սենց ենք բերելու, այն բաուլներով, որ փող են բերում։ Լավ, փաստեր եթե չեք ներկայացնելու, եկեք համարենք, որպես դա։ Ուրեմն տեսեք, գումարները գալիս, բոլորը գիտեն, մերոնք էլ են ասել, մեր արտաքին հետախուզությունն էլ ասել, որ գումարներով առնում են։ Միրը դուք չեք վերահսկում։ Ռուսաստանի կենտրոնական բանկի փոխանցումները դուք չեք վերահսկում։ Ձեզ
ձեր ընտրազանգվածը մանավանդ այդ մի քիչ կատաղած եւ մի քիչ անգրագետ եւ մի քիչ բան ընտրազանգվածին պատրաստում են գնել, գիտեք դա հայտարարվել է, գիտեք նույնիսկ բաուլներով փող եք բռնել սահմանի վրա, ռուսական ռուբլիներ։ Դուք հասկանում եք, չէ՞ որ այդ ամբողջը դուք ուղակի տանը, ձեր տանը դուր ունեք, որի բանալին չունեք, դա միր համակարգն է։ Ռուսական համակարգն է, ռուսական բանկերի հետ ձեր բանկերի փոխհարաբերություններն են։ Ընդ որում պայմանը հետևյալն է, Ռուսաստանի կենտրոնական բանկը ունի փոխանցումների համակարգ, որը SWIFT-ի համարժեքն է։ Այդ համակարգի մեջ սենց է, եթե դու քո բանկում դնում ես այդ իրանց բանը, նու switch-ը, hub-ը, սարքը, որով դու կպնում ես, դու այդ սարքը ստանալու պահին իրանց կենտրոնական բանկի կայքում դրած է պաշտոնապես թուղթ է ստորագրում, որ քո բանկում բոլոր տնտեսվարման հետ կապված հարաբերությունները դու տրամադրում ես Ռուսաստանի կենտրոնական բանկին, իսկ ինքը քեզ ոչինչ չի տրամադրում։ Հիմա ես հարց եմ տալիս։ Մեր արտաքին հետախուզությունը դրա մասին գիտի, չի կարա չիմանա, եթե ես գիտեմ, իրանք 100% գիտեն։ Հետևաբար ենթադրում ենք, որ բրիֆինգ է անում Նիկոլը, հետևաբար Նիկոլն էլ գիտի։ Հետևաբար, եթե Նիկոլը դա թույլ է տալիս, ինքը համարում է, որ այդ իր կողքի 40 մեգա դախլչիները, ովքեր փող են աշխատում, ավելի թանկ են իր համար, քան Հայաստանի սուբյեկտությունը, որովհետև ռիսկայնության գոտու, ռիսկայնության բարձրացումը, ռիսկայնության գոտու մեջ դնել Հայաստանը, ստեղծելով այնպիսի պայմաններ, որ ռուսական ուժեր կարողանան ստեղ պրոռուսական ուժեր, պրոքսիներ, ուղղակի քրեական էլեմենտներ, որոնք, ասենք, Հայաստանում կփորձեն ընտրությունների վրա ազդեն, իրանք ստեղ հենարան չունեն, բայց կարան գնեն այդ հենարանը։ Դու պետքա թույլ չտաս, որ իրանք գնեն, եղբայր փակում ես Ռոսսատրուդնիչեստվան, բոլոր պետական ռուսական բաները փակում ես, եթե չես կարողանում, ապա փակում ես միրը եւ Ռուսաստանի կենտրոնական բանկի հետ քո բոլոր բանկերի հարաբերությունները։ Այդ պարագայում դու գոնե կկարողանաս վերահսկես ֆինանսական փոխանցումները, կամ եթե ոչ, ապա իրանք ստիպված կլինեն մենակ բաուլներով բերեն։ Էդ էլ ուղղակի սահմանին ասենք, բան օդանավակայանում, դիր սկանարա, տես որ բաուլի մեջ փող է, ասա եղբայր, չես մտնում կամ այս փողը ստե մնում, ընտրություններից հետո կտանք։ Չես կարա մտցնես, չեմ ասում շու խուլիգանությունները Տրամպի պես փողը վեկալ տարտուր փեսուտ, ասա առընկերես պես փողը քեզ։ Պարոն Սարգսյան, շնորհակալ եմ այսօրվա զրույցի համար, շատ հարցեր կան դեռ այս ուրբաթ օրն ենք։ Այս հավաքի հետ կապված, կքննարկենք ուրբաթ օրը, սիրելի բարեկամներ, շնորհակալություն նաև ձեզ, որ մեզ հետ եք այս հարցազրույցի ընթացքում, Կարեն Սարգսյանի հետ ենք զրուցում, Եվրատլանտյան ինտեգրացիոն պլատֆորմի նախագահ, սոցիոլոգ, վերլուծաբան։ Զրույց վարում էր Գայանե Առաքելյանը։ Բարին ձեզ։